Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, ներկայացնեմ մեր հյուրին, նախ թեման, թե ինչ մասն ենք զրուցելու։ Հունիսի 1-ից 5 Հենրիկ Իգիթյանի Գեղարվեստի ազգային կենտրոնում ընթանում է Մարիա Արամի գույների աշխարհը խորագրով անհատական ցուցահանդեսը։ Մարիան ապրում է Եղեգնաձորում եւ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է ու նաեւ հասցրել է սահմանել ռեկորդ։ Նրա նկարներն աչքի են ընկնում յուրահատուկ գույներով ու պատկերայնությամբ։ Նկարել սկսել է 2 տարեկանից։ Նա նաև նվագում է կիթառ, իսկ այս պահին մեր տաղավարում է։ Մեր հյուրն է Մարիա Արամին։ Լույս առավոտի։ Երաժշտագետ, երաժշտահան, արվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչ։ Մարիա, ինչպես ես, նախ սկսենք այդտեղից։ Ես շատ լավ եմ։ Շատ լավ ես, որտեվ չես գնացել դպրոց, եկել ես մեր տաղավար, ճիշտ է։ Պես է, որ մենք արձակուրդ ենք։ Ճիշտ է, արձակուրդում են երեխաները։ Ֆանտաստիկ, ես զուգահեռ իրականությունից եմ, քանի որ իմ միջավայրում դպրոցականներ չկան։ Ինչ պետք է պատահի մարդու կյանքում, որ 2 տարեկանում մարդիկ սկսում են փոխկապակցված խոսք ունենալ, ուղիղ առանց որևէ մեկի օգնության քայլել։ Ինչպես ես վերցրել, չգիտեմ, մատիտը կամ, չգիտեմ, վրձինը ձեռքդ եւ սկսել նկարել։ Կփորձես հիշել, ինչպես ես սկսել Ես առաջին անգամ վերցրեցի մատիտը ու հյուրասենյակի պատին մարդուկի նման մի բան նկարեցի։ Մայրիկս զարմացած էր։ Եվ զայրացած։ Չէ, այդքան էլ չէ, ինքը շատ էր զարմացել, տեսնելով այդ նկարը ու այդ օրվանից ինձ տրամադրեցին նյութեր, որ ես կարողանամ ավելի շատ սկսեմ նկարել։ Իսկ ինչ նյութերով ես դու նկարում։ Հիմա ես նկարում եմ կտավի վրա ակրիլով։ Դա բարդ է, եթե ես չեմ սխալվում, ակրիլով նկարելը բավականին բարդ աշխատանք է իրենից յուրացնում։ Մարիա, դու ոչ միայն միջազգային մրցանակների դափնեկիր ես, նաև սահմանել ես ռեկորդ։ Հաջողությունների այս ճանապարհին որ հաղթանակն է եղել քեզ համար ամենահուզիչը։ Իմ ամենաառաջին հաղթանակը, երբ որ ես գրավեցի առաջին տեղ իմ տարիքային սահմաններում երեխաների մեջ 37,000 մասնակցի միջից ես հաղթեցի, նկարել էի ինքնաթիռ, որը անցնում է ծիածանի տակով ու դառնում բարի, այդ նկարը դարձավ իմ առաջին հաղթանակը, մինչև այդ մրցույթների տենց չէի մասնակցել։ Որ ռեկորդի մասին է խոսքը, մենք այսպես ասում ենք ռեկորդ, ինչ ռեկորդ ես սահմանել։ Ես 6-ակի անգամ գրանցել եմ ռեկորդ, գերազանցելով ինքսից ճապանակարների եւ գունանկարների թվով, իսկ վերջին ռեկորդը 6-րդը գրանցեցի ամենամեծ կտավով 3 մետրի 210 սանտիմետրի վրա, նկարել եմ 5 տարի։ 5 տարի շարունակ դու դա նկարել ես։ Մարիա, մեզ հիշեցրու քո տարիքը։ Այս տարի կդառնամ 10։ 40 տարվա ստարժով ինչ մանկավարժ է մեր եթերում այդ փորձառությամբ։ Ինձ հետաքրքիր է, շատ ես դու կտրվում քո առօրյայից, հետաքրքրություններից։ Արդյոք մանկությունն էսպես ուղղակի սրընթաց կողքով չի անցնում, երբ որ դու ինչ որ կտավների հետ հարաբերությունների մեջ ես։ Այդքան էլ արագ չի անցնում, ես համ նկարում եմ, փոքր ժամանակ այդ նկարելը ոչ թե ինձ համար տենց հենց կոնկրետ նկարել էր, այլ ես խաղում էի։ Բայց հիմա ժամանակ ես, չէ՞, տրամադրում։ Հիմա ժամանակ եմ տրամադրում, նկարում եմ, բայց երբ որ ես նկարում եմ, ինձ շատ լավ եմ զգում։ Դրանից էլ ոգեշնչվում ես։ Ո՞վ է սիրելի նկարիչդ։ Հայ նկարիչներից Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Այվազյանը, Պաբլո Պիկասոն։ Գնացինք միջազգային ասպարեզ։ Իսկ ումից ես ոգեշնչվում, օրինակ ում ես նմանացնում քո ձեռագիրը, որ նայում ես նրա եւ քո կտավներին, կա նմանություն։ Մեկ նմանացնում եմ Կլոդ Մոնեի այդ մանր նկարներին։ Ավելի շատ ինձ ասում են, որ Սարյանի գույներն եմ օգտագործում ու մի նկար ունեմ, որը իմ միակ ծովանկարն է ու դա էլ ոգեշնչվել եմ Հովհաննես Այվազյանի։ Մենք այժմ հնարավորություն ունենք մեր էկրաններին տեսնել Մարիայի կտավները եւ աշխատանքները եւ անգամ չենք էլ կարող, եթե առաջին անգամ գնաս ցուցասրահ, չես կարող պատկերացնել, որ
մի փոքրիկ աղջնակ է այս ամենի հեղինակը։ Ինչքան է տևում մի այս կտավները, որ նայում ենք, ինչքան ժամանակահատվածում ես կարողանում դրանք ավարտին հասցնել։ Տարբեր ժամանակներում եղել է նկար, որ 10 րոպեում էլ չեմ նկարել, այնքան արագ եմ նկարել, 10 րոպե անգամ չի տևել։ Եղել է նկար, որ տևել է մի քանի տարի։ Հա, քիչ առաջ նշեցիր այդ 3 մետրանոց կտավի մասին է խոսքը։ Մարիա, դու ապրում ստեղծագործում ես Եղեգնաձորում։ Մայրաքաղաքից հեռու ստեղծագործելը սահմանափակում է արվեստագետին, թե հակառակը ավելի ազատ է դարձնում։ Ինձ թվում է հակառակը, որովհետև երբ որ ես ապրում եմ Եղեգնաձորում, գնում եմ դաշտեր, տեսնում եմ տարբեր ծաղիկներ, հիմնականում իմ նկարները ծաղիկներ են։ Բնությանը շատ մոտ ես։ Ո՞րն է սիրելի ծաղիկդ։ Ծաղիկ է, վրան մանր փոքր գնդիկների պես։ Անուն ունի։ Բայց չենք հիշում հարգելի հերոստատիտողներ։ Գույների աշխարհը ցուցահանդեսի անվանումն արդեն իսկ խոսում է գույների նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին։ Գույն ընտրելիս ավելի շատ առաջնորդվում է զգացողություններից, թե գաղափարից։ Հիմնականում գաղափարից, երբ որ ես սկսում եմ նկարեմ, երբեմն զգացողությունն էլ է մտնում ու իմ միտքը փոխվում է, գույները սկսում եմ ուրիշները վերցնել։ Դու նաև գիտար ես նվագում։ Երաժշտությունը ու նկարչությունը քո կյանքում ինչպես են լրացնում միմյանց։ Ես երաժշտություն լսելով նկարում եմ, երբ որ նվագում եմ, երբեմն նվագելուց էլ է գալիս միտք նկարելու։ Դա է ուզում ասել, որ կա ստեղծագործություն, որը ծնվել է երաժշտությունից ներշնչված։ Կա ջերմականորժներ ստեղծագործությունը, Տիգրան Մասուրյանի ջերմականորժներ կինո երաժշտությունից, ես երբ որ դա լսեցի, սկսեցի միաժամանակ նկարել, նկարում պատկերված են աղավնիներ, որոնք տանում են մարդկանց երազանքները։ Ո՞րն է քո երազանքը։ Խաղաղությունը։ Հյաման։ Եկեք որ այդպես են ասում փոքր տարիքի մարդիկ, այսպես ասենք, ես տխրում եմ, որովհետև այս տարիքում պետք է շատ ավելի ինչ-որ անձնավորված երազանքներ չլինեն, ոչ թե ինչ-որ այսպես ու նաև երազում եմ գնամ Էրմիտաժ, Լուվր, վստահ դու կլինես այնտեղ եւ այսպես դեպի մասնագիտական նկարները հետո կցուցադրվեն։ Նաեւ ճիշտ այդ թող դա լինի քո երազանքը, որ կյանքի ինչ-որ մի փուլում քո նկարները Հերմիտաժում ցուցադրվեն։ Իսկ ինչ նպատակ ունես երկարաժամկետ։ Դու պատկերացնում ես քո գործունեությունը Հայաստանում, ուզում ես որպես նկարչուհի ամրապնդվել, թե այլ հետաքրքրություններ ունես կամ ինչ-որ առարկա կա, որ դպրոցում սիրում ես։ Դպրոցում սիրում եմ ֆրանսերենը եւ մաթեմատիկան։ Դպրոցում անցնում են ֆրանսերեն։ Ֆրանսերենը գրանցված է որպես առարկա մեր դպրոցում։ Նաեւ մտածում եմ, որ ավելի շատ կդառնամ նկարչուհի ու նկարներս կտանեմ դեպի միջազգային հարթակներ։ Դեպի Լուվր եւ Հերմիտաժ։ Իսկ ո՞րն է ֆրանսերենով ամենագեղեցիկ եւ քո սիրելի բառը։ Je t'aime. Oui. Իմ անայտի իմացության մակարդակը այդ լեզվի շրջանակում։ Bonjour, comment ça va? Je t'aime այսքան շնորհակալ։ Merci beaucoup. Merci beaucoup. Ես սիրում եմ ֆրանսերենի բոլոր բառերը, ավելի շատ սիրում եմ իրենց քաղաքավարության բառերը, երբ որ իրենք հարցնում են ոնց կարելի է իրենք շատ քաղաքավարի են, ես այդ լեզուն անցնելով դրա մեջ համոզվել եմ։ Իսկ սիրում ես ուսումնասիրել լեզուներ։ Փոքր ժամանակ որոշել էի չիներեն սովորեի։ Փոքր ժամանակ Մարիա 10 տարեկան է, եթե ինչ ֆիքսենք այս հանգամանքը։ 3 տարեկան։ 3 տարեկան որոշում է այդ ժամանակածը։ 5 տարեկանում որոշեցի չիներեն սովորեմ։ Մի քանի բառ անգիր էի արել, բայց մոռացել եմ։ Ես չգիտեմ, հետեւաբար չեմ կարող քեզ այդ հարցի շրջանակում օգնել։ Ինչ այլ ցուցահանդեսներ կան, այս ցուցահանդեսը ավարտին է մոտենել, նախ կուզենամ պատմես այն տպավորություններից, որ ստացել ես այս գույների աշխարհ ցուցահանդեսից, եւ մոտ ապագայի ցուցահանդեսներից մեզ պատմես։
Ես երբ որ ցուցասրահում էի գտնվում, շատ էի ուրախացել, որովհետև մարդիկ գալիս էին, նայում էին ու մեկ-մեկ ասում էին մենք մտել ենք, որովհետև նկարները մեզ քաշել են։ Օ, դրական ինչ-որ էմոցիաներ, ինչ քանի կտավ էր ներկայացված։ Մոտ 80-ից մի քիչ պակաս, դենց կոնկրետ թիվը, բայց չգիտեմ։ Իսկ տանը կան քո աշխատանքներից նմուշներ, թե տուն այսպես մինիմալիստական ոճով, թե հակառակը ամբողջությամբ քո ձեռագրով է պատված։ Տանը իմ կտավներն են, այդտեղ դնում ենք, դասավորում ենք, պատերին ենք կախում։ Մեզ հուշեցին, որ դու 1000-ից ավել նկարներ ես ունեցել։ Եվ ո՞րն է հաջորդ նշաձող, ինչպես ես ոգեշնչվում, որ նորը ստեղծես, 1000 Ինչ նոր ռեկորդներ ես ուզում սահմանել։ Ռեկորդներ այդքան էլ չեմ մտածում, բայց տարբեր զգացողություններով ես միանգամից այդ զգացողությունը զգում եմ ու մի օր եղել էր, ես երկար ժամանակ չէի նկարել, վերցրեցի կտավը ու մի անգամից 9 նկար մոտ նկարեցի։ Ֆանտաստիկ։ Դու ծանոթ ես ժամանակակից նկարչուհիներին, նկարիչներին, հետաքրքրվում ես ժամանակակից արվեստով, թե այդպես մեծամեծերին ես հետևում։ Նայում եմ մեկ-մեկ աշխատանքներ ուսումնասիրում եմ, երբեմն ոգեշնչվում եմ, բայց փորձում եմ շատ նման չլինեն աշխատանքներս։ Գնում եմ թանգարաններ տարբեր։ Որն է սիրելի թանգարանը։ Մարտիրոս Սարյանի անվան։ Ես վստահ եմ։ Այո, ես էլ էի ենթադրում, որ իսկ սիրելի կտավը Սարյանից Հայաստան։ դա շատերին է կարծում եմ, շատ մեր մասին է, շատ է կպտում։ Բայց հասկանում ես 10 տարեկանում լինել այսքան հասուն, բովանդակային։ Դիտում են եւ ասում են անդական ինչ է իրանում դու 10 տարեկանում, էլի վունդերկինդեր է նստած մեր։ Ես գիտեմ, որ ճիշտը վունդերկինդն է, կատակում եմ, որ ասում եմ վունդերկինդեր։ Արդեն ես ուզում եմ լտակ ինչ-որ կոմենտների տեղաթարապ։ Այլ ինչ հետաքրքրություններ ունես։ Դու 1000 կտավ նկարելու ժամանակահատվածում ինձ հետաքրքիր է ինչով ես դու զբաղվում։ TikTok ունես, Մարիա։ Ես հեռախոս չունեմ։ Շատ կոնտենտ մեր եթերում։ Իսկ ինչպես ես կապնվում ծնողներիդ։ Եվ ցանկություն էլ չունես հեռախոս ունենալու։ Չէ, որովհետև մայրիկիս հեռախոսում գրանցված են իմ բոլոր ընկերուհիների համարները։ Եվ զանգում ես դու իրենց հետ շփվում ես։ Ֆանտաստիկ, ես չեմ կարող բացատրել, թե ինչքան ենք մենք տպավորված թե քեզնից, թե քո անձից, եւ վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներից շատերը նայում են եւ ասում են՝ «Կեցես դու, շնորհաշատ աղջիկ եւ շնորհակալություն, որ ես քո տաղանդով, լուսավորությամբ, էներգետիկայով եւ կտավներով եկել ես եւ գունավորել մեր տաղավարը»։ Մեծագույն հաջողություններ են քեզ ցանկանում։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ լինելու եւ մնալու համար։ Մենք այսօր ավարտում ենք մեր աշխատանքը մաղթելով ձեզ հրաշալի հանգստյան օրեր։ Լավ օր ձեզ։